Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային նախաձեռնություն է։ Ինչու կառավարությունը որոշեց այնուամենայնիվ ԱՃԹՆ-ին միանալ եւ այդ նախաձեռնությունը բերել Հայաստան։ Բացի նրանից, որ Հայաստանը շահեկան դիրք կունենար միջազգային հանրության մոտ, բացի նրանից, որ հանքարդյունահանման ոլորտը մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրային ընկալման առումով, կարծում եմ, որ կառավարությունը այս քայլին գնաց նրա համար, որ ուղղակի հանրության մոտ ցույց տա իր մտադրությունը, որ ինքը պատրաստ է ոչ մենակ հանքարդյունահանման ոլորտում, այլ նաև ընդհանրապես կառավարման process-ում լինի թափանցիկ։ Սա կարծում եմ կառավարության գլխավոր մեսեջն էր հանրությանը։ ԱՃԹՆ-ն նրա համար է, որ հանրությունը իրոք տեղեկանա, ինչ աշխատանք է վարում հանքարդյունաբերությունը, ինչքան աշխատատեղ է տալի, ինչքան սոցիալական ծրագրեր են իրականացնում, ինչքան հարկեր են վճարում, եւ դա մեր համար շատ ավելի լավ է բիզնեսի համար, որ այս հարթակը ստեղծվել է եւ մարդիկ իրոք կարող են իմանալ հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ։ Մարդիկ չգիտեին ովքեր են օգտագործողները, ովքեր են իրական սեփականատերերը, ընկերությունների, վստահ չէին ինչ որքանով են արդարացիորեն բաշխում օգուտները եւ արդյոք օգուտները չեն գնում ընդհանրապես մի խումբ մարդկանց գրպանները, բայց որքանով է դրանից շահում, ասենք, ազգակիր համայնքը կամ ընդհանրապես պետությունը, այս խնդիրները սկսեցին բարձրաձայնվել եւ դա հասցրեց ըստ էության նրան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը իրեն արդեն պատրաստ զգաց միանալու գլոբալ գործընթացին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությամբ սկիզբ դրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ներդնման գործընթացին։ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվեց բազմաշահառու խմբի կազմը։ ԲՇԽ-ն դա մի այնպիսի հարթակ է, որտեղ որ քաղաքասարակությունը որպես լիարժեք որոշում կայացնող մասնակցում է որոշումների կայացմանը։ Եվ պատահական չէ, որ բիզնես, քաղաքասարակություն եւ կառավարություն այդ եռամիացնության մեջ որոշումները պետք է կոնսենսուսային լինեն։ Այս առումով քաղաքասարակությունը եւ բիզնեսը շատ դեպքերում նաեւ գերակայում են կառավարության անդամների նկատմամբ։ Ինչ որ պահի զգացվեց, որ շատերը ԲՇԽ-ում ներկայացնելով համապատասխան ոլորտի շահեր, բայց նաև որոշ չափով գործում էին որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, եւ դա կողմնորոշում էր նրանց քայլերը, օգնում էր կոնսենսուսի մենք գանք հասկանալով, որ մենք բոլորս ի վերջո Հայաստանում ենք ապրում եւ կան ինչ որ ընդհանուր հանրային շահեր։ Մի հարթակ է ստեղծվել, որտեղ մենք քաղաքասարակության հետ ուղիղ բանավեճի մեջ ենք եւ իրենց բարձրացած հարցերին կարողանում ենք տալ մեր պատասխանները եւ հակառակը։ Եվ դրա հետևանքը նա է, որ կարողանում ենք կոլեգիալ որոշումներ կայացնենք հետագա զարգացման վերաբերյալ։ Հայաստանի արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության թեկնածության հայտը ներկայացվեց ԱՃԹՆ միջազգային քարտուղարությանը։ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ։ The World Bank is very committed to the development of sustainable mining in Armenia, and supporting the EITI process is a very important step in that direction. From the very beginning, in 2015, we've been helping Armenia meet the sign-up requirements, in particular set up a very important multi-stakeholder group made up of government, civil society organizations and private sector. And this has provided an example of how a productive and a good dialogue can take place in a difficult sector. We have also helped Armenia develop its first EITI report. USAID is proud to have partnered with the Armenian government even before they were a member of EITI. We helped them prepare for the membership in EITI. Our USAID project helped hire experts. These experts are now serving as members of the Secretariat. We also helped support the online publication of the geodata, and it helped develop the website geofund.am. Ազգային ժողովի կողմից ընդունվեց ԱՃԹՆ-ի հաշվետվողականությունը ապահովող օրենքների փաթեթը։ Հրապարակվեցին ընդերքօգտագործման պայմանագրերը։
Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց ոլորտի կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենքների նախագծերը։ Բազմաշահառու խումբը հաստատեց ԱՃԹՆ-ի առաջին զեկույցը։ Այդ զեկույցն էլ ըստ էության դա համատեղ ջանքերի օրենսդրական փոփոխությունների արդյունքում որոշակի գաղտնի տեղեկատվության բացահայտման առումով շատ կարևոր որպես գործիք ԲՇԽ-ի գործունեության ամենակարևոր արդյունքն է։ Զեկույցի մեջ զետեղված են բոլոր հարցերը, որոնք հանրությանը հետաքրքրում են։ Սկսած արտադրողականությունից, վերջացրած հարկերով, սոցիալական պատասխանատվությամբ, սոցիալ-տնտեսական զարգացման նախագծերով ամեն ինչը մի փաստաթղթի մեջ զետեղված է կետ առ կետ։ Լրագրողները եւ քաղաքասարակությունը մասնավորապես ազդագիր համայնքները կարող են օգտագործել լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու, որովհետեւ այդ զեկույցները ի վերջո կրկնվելու են բարբերաբար։ Մենք նաեւ դրանով կարող ենք տեսնել որքանով է ոլորտում իրավիճակը փոխվում։ ԱՃԹՆ-ն դա առաջամարտիկն է եւ հույսով եմ, որ նա նաեւ ողջևորելու է եւ լինելու է մյուս ոլորտների համար եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար լավ մշակույթի սկիզբ։ We've helped identify gaps in the technical and legal standards to prepare the scoping study for the first report to help civil society and journalists understand better why transparency in the mining sector is beneficial to Armenia. Very specifically, UNDP has supported the creation of the website and, for the first time, and I think it's a very important innovation, the reporting portal for the Extractive Industries Transparency Initiative. We hope that this will help to bring the citizens on board and to make the information available to all the important users. Just joined it as one of the donors supporting the ITI process in Armenia. Specifically, we will be looking at beneficial ownership. We will provide also support in enhancing the dialogue between other peer group stakeholders related to the ITI process in different Eastern Partnership countries.